Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մայիսի 27։ Ամեն աղոթքով և աղաչանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով։ Եփեսացիս 6:18 խոսք։ Կան այլ պարտականություններ, որոնք կապված են մեր ծառայության և կյանքում մեր դիրքի հետ, բայց մենք պետք է նաև ժամանակ հատկացնենք աղոթքի համար։ Թեև սահմանված և հանդիսավոր աղոթքը միշտ չէ, որ տեղին է, երբ այլ պարտականություններ պետք է կատարվեն, բայց կարճ ու բարեպաշտ աղոթքները, որոնք հանկարծակի սրտից են բխում, միշտ տեղին են։ Մենք պետք է մեր սովորական կյանքի ընթացքի մեջ միշտ գործածենք սուրբ մտքերը։ Սնափառ սիրտը աղոթքի մեջ էլ սնափառ կլինի։ Մենք պետք է աղոթենք ամեն տեսակ աղոթքով՝ հրապարակային, անձնական և ծածուկ, ընկերակցությամբ և միայնակ, հանդիսավոր և ինքնաբուխ։ Աղոթքը պետք է ներառի դրա բոլոր մասերը՝ մեղքերի խոստովանություն, ողորմության խնդրանք և գոհություն ստացված շնորհների համար։ Եվ մենք պետք է այս ամենն անենք Աստծո Սուրբ Հոգու շնորհով, ապավինելով նրա ուսուցմանը և առաջնորդությանը։ Մենք պետք է հաստատակամ լինենք մեր խնդրանքների մեջ, չնայելով խոչընդոտներին։ Պետք է աղոթենք ոչ միայն ինքներս մեզ համար, այլև բոլոր սրբերի համար։ Մեր թշնամիները զորավոր են, իսկ մենք անզոր, բայց մեր Փրկիչը ամենակարող է և նրա զորության ուժով մենք կարող ենք հաղթել։ Եվ թող որ այս գիտակցությունը մեզ էլ առավել քաջալերի և մղի աղոթքի։ Միթե հաճախ չի եղել, որ երբ Աստված կանչել է, մենք անտեսել ենք պատասխանել նրան։ Եկեք խորհենք այս բաների մասին և շարունակենք մեր աղոթքները համբերատարությամբ։ Մենք պետք է համատեղենք աղոթքը Աստծո ամբողջ սպառազինության շնորհների հետ, հոգևոր թշնամիներից մեր պաշտպանության համար Աստծուց օգնություն և աջակցություն խնդրելով, ինչպես որ պահանջում է իրավիճակը, և շարունակ արթուն լինենք աղոթքի մեջ։ Սա չի նշանակում, թե մենք ուրիշ ոչինչ չպետք է անենք բացի աղոթքից, չէ՞ որ կան նաև ծառայության և մեր աշխարհիկ կոչման այլ պարտականություններ, որոնք պետք է կատարվեն իրենց տեղին և ժամանակին։ Այնուամենայնիվ, մենք պետք է աղոթքի համար կանոնավոր ժամանակ հատկացնենք և անսասան լինենք այդ որոշման մեջ։